Պուտինը բացահայտել է, ինչ է սպասվում ուկրաինական կարգավորմանը։ Միջազգային իրավիճակը գնալով ավելի է դեգրադացվում, տասնյակ երկրներ տուժում են անօրինականությունից և քաոսից։ Նրանք սեփական շահերը պաշտպանելու բավարար ռեսուրսներ չունեն։ Հունվարի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում նորանշանակ ավելի քան երկու տասնյակ դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ելույթում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը կարելի է ասել միջկայքային է։ Այն հաղորդում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի առևանգմանը, այդ երկրից նավթի արտահանման նկատմամբ մենաշնորհի հաստատմանը, այդ համատեքստում ռուսաստանյան ստվերային նավատորմի դեմ ձեռնարկած կոշտ քայլերին, բայց միաժամանակ նախորդում է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուեցի Մոսկվա այցին, որ ըստ ամերիկյան մամուլի ծրագրվում է մինչև հունվարի վերջը։ Արձանագրելով միջազգային իրավիճակի դեգրադացման, Վլադիմիր Պուտինը թույլ է տվել չափազանց ենթատեքստային ձևակերպում։ Դիվանագիտությունը, կոնսենսուսի և փոխզիջումների փնտրտուքը ավելի հաճախ են փոխակերպվում միակողմանի, ընդ որում վտանգավոր գործողություններով, և երկրների միջև երկխոսությունը փոխարեն հնչում է նրանց մենախոսությունը, ով ուժեղի իրավունքով համարում է, որ կարող է կամ թելադրել, ուսուցանել, ապրել և հրամաններ արձակել։ Միջազգային քաղաքական դերակատարներից միայն ԱՄՆ նախագահ Թրամփն է, որ դիմում է միակողմանի, ընդ որում վտանգավոր գործողությունների, հանդես է գալիս համաշխարհային ուժի միակ կենտրոնի դիրքից, կամք է թելադրում, այլ երկրների ուսուցում, թե ինչպես ապրեն, և հրամաններ է արձակում։ Աշխարհը երկրորդ նման պետական գործիք չգիտի, ուստի ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի ենթատեքստային հղումների հասցեատերը հենց Թրամփն է։ Ռուսաստանի նախագահի հետագա ընդգծումներից հասկացվում է, որ նա վերադառնում է Ուկրաինայի դեմ պատերազմի սկսելուն նախորդած դիվանագիտական նախաձեռնությանը։ Նա Մոսկվայում հավատարմագրերով դեսպաններին հիշեցրել է, որ Ռուսաստանի մի քանի անգամ հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության հուսալի և արդարացի ճարտարապետության նախաձեռնությամբ։ Պուտինը հավելել է, որ կարելի է վերադառնալ առարկայական քննարկումների, որպեսզի ամրագրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա ինչքան շուտ, այնքան լավ հնարավոր է հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ըստ երևույթին ասածը պետք է հասկանալ այնպես, որ Պուտինը դժգոհ է ուկրաինական կարգավորման այն նախագծից, որ մշակվել է ԱՄՆ եվրոպական եռյակ ԱՄՆ-Ուկրաինա և Ուկրաինա-Եվրոպա բանակցությունների արդյունքում։ Ըստ ամերիկյան աղբյուրների, հենց այդ սրբագրված տարբերակն է Ուիտկոֆը ներկայացրել Պուտինին։ Ռուսաստանի նախագահը հակադարձում է նոր աշխարհակարգի սկզբունքների համաձայնեցման բանակցությունների առաջարկությանը։ Ընդսմին նա եվրոպական երկրների հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին բավական թափանցիկ ակնարկ է արել։ Պուտինը բացահայտել է Թրամփից վիրավորվածությունը։ ԱՄՆ նախագահը կընդունի արդյոք Յալթա 2 հրավիրելու գաղափարը։